Գագիկ Ծառուկյանն իրեն բնորոշ անկեղծությամբ է հանդիպում կրտսեր կամավորներին, որոնք մանկան պարզությամբ շտապում են միմյանց հերթ չտալով փարվել արդեն հարազատ դարձած մարդուն։ Շուշիից բռնի տեղահանված փոքրիկներն էլ են այստեղ, որոնք իրենց հետ հիմնարկեքի ժամանակ բերել էին հայրենի հողից, խառնելով այն հիմքին, ուր պետք է հառնի հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշը, Փրկչի մոնումենտալ արձանը։ Ոնց աղբերս։ Հայաստանը հենց էսի թնդացնելու է աշխարհում։ Ես դրա համար էլ անում ենք, որ թնդացնի այս բոլորը Աստծո կամոք, ես բարձրության վրա, այս չարչարանքով, բայց գործը ինք իրան առաջ է գնում, որ աշխարհում առաջինն է լինելու, մենք հպարտանալու, ասելու բան եք, ձեր ցավը տանեմ։ Մենակ դուք պետք է միասնական լինեք, հաշտ, համերաշխ, ամեն ինչ լավ է լինել։ Դուք արդեն որ մեկ անգամ եկաք տեսակ հզորությունը, ներքևից մինչև վերև ասում եմ, նմանատիպ աշխարհում չի լինելու։ Սա էլի կառուցում Աստծո կամոք։ Իմ ցանկությունը, որ իմ ժողովուրդը լավ լինի, անկախ ամեն ինչ իմ ժողովուրդը իմանա, որ ձեզնից մեկն եմ ես։ Չհակացում կա, ամեն մարդ պետք է անի այն, ինչ որ կարող է։ Ձեր մեծությունը հենց դրա մեջ է, որ դուք գործով եք ապացուցում, որ դուք հզոր եք։ Ես ուզում եմ, որ իմ ազգը լավ ապրի, իմ ազգը արժանի է, աշխատող է, հյուրասեր է, ստեղծող է։ Տանջված ազգ է։ Դե մեր ճակատագիրն է եղել, բայց գոնե մենք միասնական պետք է լինենք, որ կարողանանք վայելենք, որ մեր երեխային ապագան փայլուն լինի։ Ացված պարապան ձեր բոլորի նպատակների ցանկությունը թող իրականություն դառնա։ Օրվա մեծ մասն այստեղ է անցկացնում ԲՀԿ առաջնորդը, առանձնակի ոգևորությամբ հետևում շինարարության ամեն փուլին, անում դիտարկումներ, որպեսզի ամեն ինչ լինի իդեալական։ Յուրաքանչյուր դետալ ու ենթակառուցվածքային լուծում անցել է մանրադիտակային քննություն։ Աշխատանքները կանգ չեն առել անգամ խստաշունչ ձմռանը։ Հիմա էլ թանգարանային հատվածում է, որտեղ եւ կամավորները դեռ երկար ժամանակ պետք է ունենան իրենց լուման, դառնալով մեր ժողովրդի վերածննդի պատմության մի մասնիկը։ Շատ մեծ նվիրական գործ է սա։ Բոլոր թող աշխարհը տեսնի, այո, մենք քրիստոնյա առաջի ազգն ենք, եղել ենք կանք ու դեռ լինելու ենք շատ երկար։ Всё, Աստված օրհնի մեզ։ Շատերը հատիսի բարձունք են բարձրանում աղոթքի մրմունջը շուրթերին։ Վստահ, որ Քրիստոսի արձանը դառնալու է մեր ժողովրդի ամրանալու, մի բռունցք դառնալու, հավատի վերականգնման ու վերածննդի խորհրդանիշը։ Կամավորների հոսքը անդադար է։ Փոքրից մեծ հրճվանքով են դիտում սրբապատկերներին, նկարվում, որ հպարտանան, իրենց աչքով են տեսել։ Այստեղ գալուց առաջ մենք չենք պատկերացնում ուր են գալիս, ուղղակի գալիս էինք էլի, բայց որ եկանք այս դժվար ճանապարհներով բարձրացանք, ես ուղղակի ապշելի այսքան աշխատանքը, որ տեսա, թե ինչ աշխատանք է արվել ու իրոք հզոր է մեր Ծառուկյանը, սարվում է հայ ազգի համար, որ մեր հայ ազգը իրոք այս աշխատանքը Աստված նայելով մեր ազգին կորտնեն։ Ամբողջ մեր հայության համար է, այսի ամբողջ աշխարհը պիտի տեսնի։ Մարդ, որը կառուցում է իրան ժողովրդի համար, այդպիսի մարդ գոյություն չունի, Հայաստանի մեջ հազվադյուտ մարդ։ Եկել եմ բոլոր երեխաներից անումից ցեխը բարձրացրել, տվել եմ վերջումն եմ նոր իմ համար։ Բարձրանալուց այստեղ մենք չենք պատկերացնում այս տարածքը այս ձևով, երբ որ սկսվեց այս գործողությունը, որին որ մենք մասնակից եղանք, մեզ շատ հաճելի էր հիշենք այս սյունը, որը որ հետո մենք պատմելու ենք մեր երեխաներին, թողներին, որ մենք այս սյունը մենք ենք արել, այստեղ մենք մեր լուման ունեցել ենք։ Քանի որ պարոն Ծառուկյանը իր ամեն կատարած աշխատանքով մի ժողովրդի հետ է, ուզում է ամեն ինչ անի ժողովրդի համար, էսի շատ լավ ու մեծ նախաձեռնություններ Միավորեց աշխարհի բոլոր հայերին, ներկա գտնվելով Հայաստանում, կարևորելով հենց որպես առաջին քրիստոնյա երկիր, իմ կարծիքով ֆենոմեն նախագիծ է։ Աստծով եմ, որ ամեն ինչ թող ի կատարածվի, մեր հայ ազգին էլ խաղաղություն։ Պարոն Ծառուկյանը մի հատ հրաշք մարդ է, որ բոլոր հայերի համար ամեն ինչ անում է։ Աստված իրեն պահապան։ Ուզում շնորհակալություն հայտնել Գագիկ Ծառուկյանին նման նախաձեռնություն ու հսկայական ծավալի համար, որ մեզ ժողովրդից հնարավորություն տվել գալ եւ մասնակից դառնալ այս պատմությանը, որը դարերի մեջ է մնալու։ Շատ ուրախ եք, որ այս տարիքում կարողացել եք մասնակցել այս շինարարության։ Ես էլ բիտոն եմ արել։ Ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ օգնել շինարարությանը։
չեն եկել առաջին ու վերջին անգամ։ Մոնումենտալ կառույցի գաղափարը համահայկական նշանակություն ունի, ուստի եւ պատրաստվում են այստեղ լինել ավարտելուց հետո իբրև հարազատ մի վայր։ Մի շաղախ լցնելով, մի քար դնելով նաեւ իրենցն են համարում։ Այստեղ նրանց ու բոլորին սպասում են աղուհացով, ինչը մեր ժողովրդի մեջ է։ Հայոց օջախների նման այստեղ էլ հյուրին ընդունում են ըստ արժանվույն։ Պարոն Ծառուկյանը միշտ կարևորում է, որ ասում ենք, չէ, մենք բոլորս հայերս ավանդապաշտ ազգ ենք ու ասում ենք մենք իրար հետ հաց ենք կիսել, աղու հաց ենք կիսել ու հենց այդ աղու հաց կիսելուց հետո մենք էլ ավելի պարտավորված ենք, չէ, լինում դիմացինի հանդեպ ու հենց այդ գաղափարախոսության հիմքում հենց դա է դրված, որ բոլոր նրանք, ովքեր կգան իրենց լուման կունենան այստեղ արձանի կառուցման աշխատանքներում աղու հաց կիսենք իրար հետ։ Կամավորներին ներկայացվում է կառույցի մանրամասները թանգարանից մինչև Ճոպանուղի Նոյան տապանի տեղադրման գաղափարից մինչև համայն հայության միավորման տեսլական։ Շատ ուրախ ենք, որ այսօր այստեղ ենք գտնվում։ Անչափ շնորհակալ ենք պարոն Ծառուկյանի նման նախաձեռնության համար։ Սա ահռելի աշխատանք է ու անհամբեր սպասում ենք կառուցման ավարտին, որպեսզի ներկա լինենք նաև բացման արարողությանը։ Հրաշալի բան է, չգիտեմ, ես խոսք չկա ասելու, տպավորված եմ ահավոր ձևի։ Ավելի շատ ես կորակեի որպես ուխտագնացություն, պատմության մի մասնիկն ենք։ Հատիսի գագաթին կարծես հատվում են երկինք ու երկիր։ Այստեղ ամեն բան խոսում է բարության, սիրո, միասնության ու անկոտրում կամքի մասին։ Պատմությունը լավ կկերտեմ, անուշ Հայաստան, կուզեմ վերջ խաղեր խաղալ գրկում բնության, հպարտ է որ ազգանունս գրվում է հենցյան։ Առաջ ու հետո, ասում են պատմական նկարի մասնակիցները, վստահ որ կարճ ժամանակ անց կրկին հպարտության բարձրանալու են Հատիսի գագաթ, այս անգամ լուսանկարվելու աշխարհում ամենամեծ Հիսուս Քրիստոսի արձանի ֆոնին։